Պարոն Չախալյան, արդեն տևական ժամանակ է նստածույց եք անում, բողոքի ձեր ձայնն եք բարձրացնում, նախ ասեք ինչի համար եք բողոքում, ինչի դեմ եք բողոքում եւ ներկայացրեք նաեւ ինչ իրավիճակ է այս ընթացքում տեղի ունեցել, օրինակ մոտեցել են ձեզ կառավարությունից, ինչ որ հարցեր ուղղել են կամ գուցե փորձել են հեռացնել ձեզ այստեղից։ Հարցի վերջի մասը ինչ շատ են այստեղից փորձում հեռացնել մեզ բոլորիս, վերջի 7 տարվա մեջ ինձ երևի մի հալքանի անգամ այստեղից հեռացել է, այսպես ասած, ոստիկաններով բնականաբար, բայց էլի ես վերադարձել եմ, էլի, ձեր հարցի վերջից սկսեմ։ Ու ես դա միշտ նշում եմ ու վստահաբար եմ դա ասում, որ մեր եւ այս իշխանությունների մեջ այստեղից վերջի հեռացողը դա մենք ենք եղել։ Մենք ենք հեռացնելու իրենց այստեղից։ Սա ես համոզված ասում եմ։ Բայց հիմա ասենք հարցին, թե ինչ եք մենք այստեղ։ Ուրեմն իմիջայլոց ասեմ, որ այսօր 6-րդ ամիսն է լրանում։ Հենց այսօր ապրիլի 16-ին լրանում է 6-րդ ամիսը, ինչ որ մենք մեր նստածույցը ուրեմն եկել ենք նստածույցը։ Ուրեմն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29-ով պայմանավորված մենք փորձեցինք COP29-ին ընդառաջ մեր գերիների հարցը եւ անհետ կորածների հարցը բարձրաձայնենք, նախ առաջին հերթին բերենք մեր քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրենք այս խնդրին, հետո նաեւ փորձենք համատեղ ճաշում գործադրենք այս ապիկարների վրա, որպեսզի իրենք զբաղվեն գերիների վերադարձի հարցով եւ անհետ կորածների ճակատագրի հարցով մենք համոզված ենք, որ եթե իշխանությունները բարի կամք դրսևորեին, վճռականություն դրսևորեին, դա շատ հարմար պահ էր մեր գերիների ճակատագրի իօկուտ հայկական կողմի վճռել որոշել։ Այս պետք է սանք իշխանությունները չեն պահանջում գերիների վերադարձ։ Ավելին երևի իրենք պահանջում են, որ չվերադարձնեն։ Երևի իրենք իրենց թաքուն խոսակցությունների ժամանակ իրենք երևի խաղաղության պայմանագրի կետերից մեկն էլ այն է, որ մենք կստորագրենք, բայց հանգարց գերիները չվերադարձնեն։ Իմ կարծիքով։ Չեմ պահանջում։ Այստեղ գիտեք, մեր մեղքի շատ հանրության մենք նախ ընդդիմությունը չի կազմակերպվում, դեք տեսանք ընթացքում տարբեր ակցիաներ եղան, բայց մի քանի օրով այսպես է, ասենք պայմանավորված Ռուբեն Վարդանյանի հացադուլով, բայց դեռ կհասկանանք, հա, գերիների հարցը ընդհանուր մեծ ավելի շատ մեծ է, քան Ռուբեն Վարդանյանի, ասենք, հացադուլը։ Ամենայն հարգանքով, ես ինքս էլ հացադուլի օրերին ավելի այսպես ասած, ավելի շատ ջանք եմ գործադրել, քան սովորական, այսպես ասած։ Նաև իսկ նստածույց անելով հարությունը ինքը այսպես ասած մեղք ունի, մեղքի մեծ բաժին ունի, որովհետև նախ անկախ ամեն ինչից այս մարդիկ մեր զավակներն են, մեր քաղաքացիներն են, մեր երեխաներն են, եւ պետք չի անդրադառնալ են, երկրորդը պատերազմի մեջ գտնվող երկրում, որտեղ որ վարչապետի աթոռին բազմածը, թարածը, չգիտեմ, ինչ ասեմ, անձնավորությունը ինքը սպառնում է պատերազմը մշտապես, ասում է պատերազմը կախված է պատերազմից, այսինքն ամեն մի քաղաքացի պոտենցիալ գերու կարգավիճակ ունի ապագայում, ասված չանի, բայց այսպես ամեն մի քաղաքացու գլխին կախված է այդ սպառնալիքը, որ ինքը կարող է հայտնել գերի կարգավիճակում, այս անդերուդուս վիճակում, եւ իրենք անգամ իրենց ճակատագրով, որ վաղը կարող է գերի լինեն եւ ունեն հենց անեն, որ այսօր է, հա, ինչ որ ճաշում գործարեման փոխեն, հա, ընդհանրապես այս ընթացքում եւ չեն ուզում։ Եվ այստեղ բոլորիս մեղքը կա։ Բայց նստածույց անելով ինչ կարող ենք փոխել։ Կամ բողոքի ակցիաները, որովհետև տեսանք, որ այս տարիների ընթացքում մի քանի բողոքի ակցիաներ եղան, մեծ ալիք բարձրացավ, հետո նորից մարեցին այդ ընդդիմության հասկանալի է ձեր հարցը շատ է հնչում։ Ինձ ասում են ինչ ձեռքբերում ունեցաք, ինչ ձեռք բերեցիք, հա։ Ես ճիշտ ասած գիտեք, հիվանդություն ձեռք բերեցի այս ընթացքում, եթե ձեռքբերման մասին է խոսքը։ Եթե ես լինեի պաշտպանության նախարար, անշուշտ ես ուրիշ քայլեր կանեի։ Եթե լինեի ԱԱԾ-ը, ուրիշ քայլեր կանեի, չեմ խոսում։ Հիմա դա
ինտերնետով խոսելու չի կներեք կամ հարցազրույցով ասելու չի, բայց ինչ եմ ասում։ Այո, հնարավոր է նստածությունով հարց լուծել։ Այո, հնարավոր է բողոքի ակցիաներով հարց լուծել։ Բայց սկզբից հանրությունը պետք է ինքը իր մեջից դուրս հանի, որ ամեն ինչ արդեն որոշված է, որ հարց լուծել հնարավոր չի։ Գիտեք, այսօր մարդիկ ալարում են մի ժամով գալ մեր կողքը կանգնել, կապ չունի, թեկուզ չենք լուծել։ Բայց նրանք ոչ մի բան չեն լուծել։ Այս մի ժամով կանգնելը դա ոչ մեկից ոչ մի բան չի կորցնելու, հա։ Այսօր մեկը գերել է որ արաբ մարդու գործա։ Արդեն չեմ էլ վիրավորվում, ասեմ ձեզ։ 18 թվից ինչ եկել եմ այստեղ այնքան բան եմ լսել, չեմ էլ վիրավորվում արդեն, չեմ էլ զարմանում ոչ մի բանի վրա։ Այ մարդ, դուք մեր առողջությունն եք դնում, մեր ժամանակն եք դնում, ստեղ դուք ինչի ժառանգում եք այդպես մեր դրաման եք, հասկանու եք։ Այսինքն փախուստ արդարացնել։ Օրինակ հանրության մի մասը հավատում են Նիկոլ Փաշինյանին եւ հույսեր է կապում նրա հետ։ Ես ձեզ մի բան ասեմ։ Եթե անգամ մնացել են նման մարդիկ, հավատացեք այդ մարդիկ ուրեմն ինչ որ խնդիր ունեն առողջական։ Եթե այսքանից հետո, տեսեք, ես ամենայն հարկավոր բոլորի հանդեպ, բոլորը մեր քաղաքացիներն են, կապ չունի, առողջական խնդիր ունեցողներն են մեր քաղաքացիները եւ մեր պետությունը պարտավոր է իրենցով զբաղվել։ Եվ ես խոստանում եմ, որ ապագա իշխանությունները իրենցով կզբաղվեն այն մարդկանցով, ովքեր դեռևս հավատում են Նիկոլ Փաշինյանին։ Նրանք առողջական խնդիրներ ունեն։ Եվ այստեղ ես ոչ մեկին ոչ ուզում եմ վիրավորել, ոչ բան։ Այսքանից հետո, եթե մարդ կա, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի, ըստ ամենի Նիկոլ Փաշինյանը ինքը խնդիր ունի։ Այստեղ ինքը խնդիր ունի։ Մեր հանրությունը որ խնդիր ունի, դա հստակ է։ Դա այսօր չի արձանագրվել։ Դա այս վերջի տարիներին ամեն անգամ արձանագրվում է դա։ Երբ որ մարդը գնում է, ասենք 5000 դրամ վերցնում է իր անդրած ձայնը տալիս է, արդեն խնդիր ունի։ Եթե խնդիր չունենա, մտքի խնդիր, ոչ թե ֆինանսական խնդիր։ Ինքը երբեք իր քվեն 5000 դրամ չի վաճառի։ Եթե արդեն իր քվեն, որը 100-աբադիկ անգամ կամ 1000-աբադիկ անգամ 5000-ից, հա, ոչ ֆինանսականով։ Ուզում եմ ճիշտ հասկանալ, հանգած կալկուլյատորը չեն հաշվել, ասեն, «Ո, 5 միլիոն է մեր քվեն բան»։ Հա։ Ինքը 5000-ով վաճառում է, արդեն խնդիր ունի։ Հիմա եւ որ պատերազմից հետո գնում է, կար չունի, Մուկուչյանն է այնտեղ կեղծ է, ես օրինակ ասում եմ, որ 670,000 ձայն Նիկոլ Փաշինյանը չի ավակել։ Ես դրանում համոզված եմ։ Բայց կար չունի, հիմա անդումության մի մասը ընդունեց արդյունքները, ասեց որ դե ընդունել են, հաղթել են, ինչեւ հիմա էլ ասում են, դե ինչ անենք, հանրությունը ընտրեց։ Ես ասում եմ որ չեն ընտրել Նիկոլին։ Այո, կա կողմնակիցների ինչ-որ մի խումբ, բայց այդ մարդիկ նոր մի քիչ առաջ ասեցի, կամ խնդիր ունեցողներն են, կամ էլ տենդեր շահած մի քանի հատ մանր շահի խմբեր, հա, որոնցով էլ անպայման պետք է հաջողություն։ Լավ, ելքը ո՞ն ինչ եք տեսնում, օրինակ ինչպես եթե իշխանության հրաժարականն եք պահանջում։ Այո։ Ինչպես եք տեսնում ելքը։ Մենք պահանջում ենք գերիների, մենք հիմա գերիների հետ կապված ենք։ Այո։ Բայց մենք իշխանության հրաժարական 2020 թվականի հունիսի 1-ից սկսել ենք պահանջել։ Եվ մեր պահանջը դեռևս չի չեղարկվել։ Երբ որ հələ դեռևս պատերազմ չկար, պատերազմի բարություն չկար, մենք պահանջել ենք, հիմա չենք կարող առավել եւս իրանցից այսպես ասած։ Այսօր ավելին ասեմ, ժամը 1-ից հետո մենք կբարձրացնենք մեր հետագա քայլերի մասին անպայման։ Ես չեմ ուզում այսպես ասեմ, որ իշխանությունները պայմանավորված մեր այս բանը չեմ ասել, բայց ժամը 1-ին կասեմ, թե ինչով պայմանավորված իրանք հետաձգեցին ժամը 5-ին։ Բայց ամեն դեպքում հիշեք, միշտ հիշեք, թող մեր հանրությունը սա հիշի։ Ցանկացած լաբիրինթոց առավել նվազագույնը 2 ելք ունի։ Ես ցանկացած իրավիճակից ելք կա։ Այս իրավիճակից էլ ելք կա։ Ափսոս, իրենք այդ ելք կալնել են այնքան արժեզրկեցին, իրենք ցանկացած լավ գաղափար արժեզրկեցին, որ այսօր ես չեմ կարող ինձ թույլ տամ, ասենք Բարսախոսը վերցնեմ եւ կորամ ելք կա, ժողովուրդ, ելք կա, ելեք այստեղ։ Այս միանշանակ ելք կա, ու միանշանակ անպայման պետքա դուխով լինեք, անպայման, տեսեք այդ բառերն են իրենք վերցրեցին մեր ձեռքից։ Բայց ես ասում եմ, առաջին հերթին որպեսզի մենք իրենցից ազատվենք, կամ Հայաստանը ազատագրենք իրենցից, մենք պետք է այս բառերը, որոնք որ իրենք խլել են մեզնից, ելք կան է, դուխովն է, այսպես տարբեր, հա, մենք ենք տերը մեր երկրի։ Այս բառերը մենք պետք է ազատագրենք։ Մենք պետք է այս բառերի վրայից, այսպես ասեմ, սրանց նոսը, սրանց անեծքը հանենք։ Եվ որ մենք դա կարողացանք անել, մենք մնացած քայլերն էլ կանենք։ Եվ ես վստահաբար ասում եմ ձեզ անուջը, մենք բոլորը այստեղ, ես այդ օրը ձեզ կհիշեցնեմ։ Մենք այստեղ այդ հաղթանակը նշելու ենք։ Անշուշտ, ես առաջին կարգ տվողը ես եմ։ Անշուշտ, եթե ինքը ամեն ինչ անի ավարտին հասցնի եւ գնա,
դա ինձ չի բավարարում։ Ոչ էլ ինձ ընդրություններով է բավարարում, սա էլ ասեմ ձեզ։ Ես համամիտ չեմ, որ պետք է ընդրություններով իրենց դեմ պայքարենք։ Ես այս մասին խոսել եմ օգտվելով առից մեկ անգամ եւս ասեմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է արգելվի Հայաստանի Հանրապետությունում։ Այդ կուսակցությունը պետք է արգելվի բացարձակապես եւ դրանք քաղաքական գործիչներ չեն։ Առավել ևս pedagogan գործիչներ կամ pedagoganամետ գործիչներ։ Մեկ տեսակ պատմությունը գնահատական է, դա միանշանակ կդա նրանք հանցագործներ են։ Հանցագործների հետ ընտրության չեն գնում։ Հանցագործներին մեգուսացնում են հանրությունից։ Էլ չեմ ասում իշխանություն ղեկն են թողես մարդուն։ Մեգուսացնում են, որպեսզի վնաս չտան հանրությանը։ Շատ էլ բան, որ այդ հանրության ինչ որ մի հատված ինքը չի գիտակցում, ասենք չէ, հիմա տեսեք, նույն ձևով ինչ որ մի հատված չի գիտակցում, որ թմրանյութը դա վատ է իր առողջությանը։ Եվ իրենք ընտրում են թմրանյութը, հասկանում եք։ Իրենք թմրանյութը ընտրում են, բայց դա չի նշանակում, որ թմրանյութը լավ է։ Դա նշանակում է, որ այդ մարդկանց գիտակցության հետ խնդիր կա։ Եթե այդ մարդիկ չեն հասկանում, որ թմրանյութը իրենց սպանում է, հա։ Ու նույն ձևել, եթե ԿՊ ընտրողները, եթե իրենք չեն հասկանում, որ ԿՊ-ն իրենց սպանում է, ԿՊ-ն Հայաստանը սպանում է, ԿՊ-ն Հայաստանը կործանում է, դա չի նշանակում, որ դա այդպես չէ։ Ուղղակի դա նշանակում է, որ այդ մարդիկ դա չեն գիտակցում։ Եվ մենք պետք է այդ մարդկանց, ելի եմ ասում, հնարավորություն տանք բուժվեն։ Այդ մարդկանց հնարավորություն տանք բուժվեն, շնորհակալություն։ Հարցազրույցի համար։